հստակ չի, թե ինչ ենք հասկանում մենք թրիպ ասելով։ Թրիպը չի նշանակում, որ միայն հենց մեղրի այդ հատվածով պետք է անցնի, որովհետև այդպիսի բան ֆիքսված չկա։ Ես ենթադրում եմ, որ այնուամենայնիվ կան համաձայնություններ, որոնց մասին մեր հասարակությանը չեն ասում։ Այդ նախաստորագրումը խաղաղության պայմանագրի այդքան արժեքավոր չի իմ համար փաստացիկ, ինչքան Միացյալ Նահանգների մուտքը տարածաշրջան իր շահերով։ Մեր հասարակությունը վստահ է Ռուսաստանի նկատմամբ այդ դրական չի խիստ բացասական։ Իդեպ այս տրիպը Տրամպի անունով է կոչվում, բայց ձևավորվել է դեռ Բայդենի օրոք։ Տրիպը Հայաստանի տարածքով անցնող 43 կիլոմետր հատվածն է եւ վերջ։ Իլհամ Ալիևը շարունակում է համառորեն անվանել Մեղրիի ճանապարհը Զանգեզուրի միջանցք։ Արդյոք դա ընդամենը տեղանունների խնդիր է, թե այստեղ քողարկված ագրեսիա կա։ Արժի արդյոք դա ընդունել որպես մարտահրավեր, թե ավելի ճիշտ է հաշտվել ու չնկատել։ Պատրաստ է արդյոք հակառակորդը ընկալել Թրամփի ուղին որպես լոկ կոմունիկացիա, թե այն Բաքվի ձեռքում Արևմտյան Ադրբեջանի ծրագրի իրականացման համար գործիք է։ Եթերում հեռանկար բանավեճն է ակտուալ խնդիրների համապարփակ քննարկմամբ։ Ադրբեջանի նախագահը անտեսեց չհամաձայնեցված եզրույթներ չօգտագործելու Հայաստանի վարչապետի կոչը։ Թրամփի ուղու հայաստանյան հատվածը նա շարունակում է անվանել Մեղրիի միջանցք։ Ինչ է դա նշանակում։ Խնդիրը կքննարկենք վերլուծաբաններ Հովսեփ Խուրշուդյանի ու Արմեն Բաղդասարյանի հետ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք, ձև ապչափին մեր ծանոթ եք, սկզբից ուրեմն կծանոթանանք տեսանյութին, թեմայի վերաբերյալ օրից հետո կսկսենք մեր զրույցը։ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթուղթը համարվեց պատմական ոչ միայն իր բովանդակությամբ, այլև անվանումով։ Թրամփի երթուղի միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար կամ ուղղակի թրիպ ճանապարհ, որը պետք է կապի Հարավային Կովկասի երկրները, խթանի փոխադարձ առևտուրը, նպաստի խաղաղությանն ու կայունությանը, բայց մեկ խնդիր կա. կողմերը այս ճանապարհը նույն կերպ չեն ընկալում։ Թեև ստորագրված տեքստում նշվում է ուղի, Ադրբեջանը համառորեն փորձում է այն ներկայացնել որպես Զանգեզուրի միջանցք։ Վարչապետ Փաշինյանը Ալիևին նախ Չինաստանում հակադարձեց։ Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում, մանավանդ որ այդ համաձայնությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որը կոչվում է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման։ Թվում էր, թե Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի բարձր ամբիոնից արված ուղումը կփակեր թեման, սակայն դրանից հետո էլ Ալիևի ու Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից նույն արտահայտությունը շարունակեց հնչել, ապա նույն եզրույթը ՄԱԿ-ի ամբիոնից դարձյալ կրկնեց Ադրբեջանի նախագահը։ Key outcome of the Washington summit Վաշինգտոնյան գագաթնաժողովի հիմնական արդյունքներից մեկը Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման ուղին է, որը կապահովի անարգել անցում Զանգեզուրի միջանցքով եւ կամրապնդի տարածաշրջանի կապերը։ Հաջորդ օրը նույն ամբիոնից հնչեց նաև Հայաստանի վարչապետի ելույթը։ Փաշինյանն այս թեմային անդրադառնալով նշեց, որ Զանգեզուրի միջանցք արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա եւ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել։ Կարծում եմ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերը սպառզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից եւ կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։ Այնինչ վարչապետի խոսքով օգոստոսի 8-ի փաստաթղթերում կողմերը հստակ բովանդակություն եւ խոսույթ են համաձայնեցրել, եւ այդ համաձայնություններին հավատարմությունը որևէ կերպ կասկածի տակ դնելը իր նշած կամ ՄԱԿ-ի ամբիոնից հնչած այլ խոսույթներով հասկանալի չէ։ Առհասարակ մինչ այս Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ խոսել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք թեմայից, որի վերաբերյալ Իրանը եւս հստակ դիրքորոշում ունի։ Նա դեմ է միջանցքային տրամաբանությանը, նաեւ այն համարելով սպառնալիք տարածաշրջանային հավասարակշռությանը։ Մինչդեռ Իլհամ Ալիևը ոչ վաղ անցյալում այս օրինակ երազանքել ուներ։ Այս միջանցքը մենք կստանանք, դա Ադրբեջանի իրավունքն է, ոչ ոք չի կարող մեզ կանգնեցնել։ Եվ այսպես Ադրբեջանի ղեկավարությունն արդեն մի քանի անգամ խեղաթյուրել է համաձայնեցված անվանումը, փորձելով ձևավորել միջազգային ընկալում, թե խոսքը գնում է մի տարածքի մասին, որտեղ Հայաստանը չունի վերահսկողություն։
այնինչ ըստ համաձայնագրի այդ ճանապարհն անցնելու է Հայաստանի ինքնիշխան տարածքով, ենթարկվելու է հայկական օրենսդրությանը եւ այն չի ունենալու էքստերիտորիալ կարգավիճակ։ Այս ընթացքում Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակ Ալի Ահմեդովը անգամ ավելի հեռուն գնաց, հայտարարելով, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը շնորհվելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունով։ Ինչպես Բաքու Թբիլիսի-Ջեհան խողովակաշարն է կրում համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անունով, այնպես էլ Զանգեզուրի միջանցքը կշնորհվի նախագահ Իլհամ Ալիևի անունով։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տերմինը նաև եվրոպացիների բառապաշար մտավ։ Օրերս ԵԽԽՎ-ում եվրոպացի падգամավորը Նիկոլ Փաշինյանին տված հարցի մեջ հենց այդ եզրույթն օգտագործեց։ Վարչապետը խստորեն դատապարտեց падգամավորի կողմից, ապա լեգիտիմ բառապաշարի օգտագործումը հեղինակավոր դահլիճում եւ կոչ արեց մինչեւ հրապարակային ելույթներ ունենալը կարդալ Վաշինգտոնյան փաստաթղթերը։ Դուք օգտագործում եք Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Որտեղից այդ արտահայտությունը ձեզ։ Որտեղ եք կարդացել այդ արտահայտության մասին։ Նման արտահայտություն չկա, չի եղել եւ համոզված եղեք չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում։ ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Իլհամ Ալիևին ՄԱԿ-ում դիմել է կոչով, որ պարզաբանի, ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ասելով, որտեղ է այդ Զանգեզուրի միջանցքը եւ որ քարտեզի վրա պետք է ցույց տալ այդ Զանգեզուրի միջանցքը։ Որտեւ եթե պարզվի, որ Զանգեզուրի միջանցք ասելով նկատի ունեն Հայաստանի որևէ տարածք, որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որը ընդունված չէ Հայաստանի Հանրապետության կողմից։ Դա արդեն իսկ ձեռբերված ինքնիշխանության փոխադարձ ճանաչման կոպտագույն խախտում է։ Եվ այսպես, մինչ Ադրբեջանի նախագահը քարտեզի վրա ցույց կտա, թե ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ասելով, հոկտեմբերի 1-ին կառավարություն խորհրդարան հարցուպատասխանին Հայաստանի վարչապետը ցանկանալով փակել թեման, նաև այս ենթադրությունն արեց։ Հիմա այս բոլոր բաներից, ելույթներից, քննարկումներից ամեն ինչից հետո ասում եմ. Զանգեզուրի միջանցքը Հորադիս Զանգելան ճանապարհն է, որը կարա ձգվի մինչև Հայաստանի հետ սահմանի անցագրային կետ, սահմանային կետ, չհասած Հայաստանի սահման։ Ընդհանուր առմամբ Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո հայ-ադրբեջանական շփումները բարձրաստիճան պաշտոնյաների ղեկավարների մակարդակով կարծես առավել ակտիվ են դարձել։ Անգամ այս ընթացքում փոխայցելություններ եղան, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների դեմարդեմ հանդիպումներից վերջինը ընդամենը մի քանի օր առաջ էր Կոպենհագենում։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն կողմերը վերահաստատեցին պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Իսկ հայ-ամերիկյան փոխադարձ շփումներն էլ գործնական փուլ են մտնում։ Թրիպ երթուղու կյանքի կոչման նպատակով Միացյալ Նահանգները Հայաստանին արդեն իսկ տրամադրել է $145 միլիոն, որի շրջանակում Հայաստանում են ամերիկյան մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայության ներկայացուցիչները։ Այսպիսով, վարչապետ Փաշինյանը բավական կոշտ արձագանքեց, երբ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից կրկին հիշատակեց այդ Զանգեզուրի միջանցք ասածը։ Արդյոք պետք էր դրա վրա այդքան ուշադրություն դարձնել, հաշվի առնելով, որ մեծ էր հավանականությունը, որ Ալիևը միևնույն է անտեսելու է եւ շարունակելու է իր ասածը անել։ Խնդրեմ։ Միգուցե պետք էր իսկապես ձև անել, որ չենք նկատում անցնել գնալ։ Չէ, իհարկե դա այդպես չի, որովհետեւ խոսքը միայն արտահայտությունը չի։ Ձևակերպումները չեն խնդիր, ինչի համար ընդհանրապես առաջացել այս խառնաշփոթը, որովհետև հստակ չի, թե ինչ ենք հասկանում մենք թրիպ ասելով, ինչ ենք հասկանում միջին միջանցք ասելով, կներեք, տեսեք անգամ դուք Ես պրովոկատորի դեր եմ ես դերքում ստանձնել։ Չէ, տեսեք, դուք ձեր բացման խոսքում ինչ ասացիք թրիպի Հայաստանի տարածքով անցնող հատվածը։ Իսկ թրիպ այլ հատված էլ ունի։ Դե եթե ընդհանրվեցնենք, այդ նոր ամբողջ ճանապարհը թրիպ է։ Ոչ, հենց այդ որպես խառնաշփոթ հենց այդ օրինակն եմ բերում։ Թրիպը Հայաստանի տարածքով անցնող 43 կիլոմետր հատվածն է եւ վերջ։ Թրիպը այլ հատված չունի։ Հիմա Երևանում ու Բաքվում տարբեր կերպ են ընկալում այդ թրիպ կոչվածը։ Ոչ։ Այնտեղ էլ այստեղ էլ այդպես են ընկալում։ Հարցը հետևյալն է, նրանք ասում են, որ Զանգի տեսեք Ալիևը հիմա եթե բառացի մեջ բերեմ, ասում է թրիպը անցնելու է Զանգեզուրի միջանցքով։ Այսինքն դրանք տարբեր բաներ են։
Թրիփը մի բան է, Զանգեզուրի միջանցքը ուրիշ բան է։ Որովհետև թրիփը ճանապարհ է, իսկ Զանգեզուրի միջանցքը, այսպես ասած, ենթադրում է, որ ունի լայնություն, չէ՞։ Չգիտեմ, 20 մետր, 100 մետր, 5 կիլոմետր, չգիտեմ։ Ճանապարհն ու միջանցքը տարբեր բաներ են։ Ադրբեջանը ասում է, ճանապարհը անցնելու է միջանցքով։ Մենք ասում ենք, ոչ, ճանապարհ է լինելու, միջանցք չի լինելու։ Քանի դեռ հրապարակված չէ այդ փաստաթուղթը։ Հիշում եք, ասում էինք, հարցրեցին Նիկոլ Փաշինյանին, ինչ ռեժիմ պիտի գործի այնտեղ, ասեց, թե ես կարող եմ մանրամասն նշել, բայց չեմ նշում։ Մենք անգամ չգիտենք, թե դա որտեղով է անցնելու։ Մենք ենթադրում ենք, որ Մեղրիով է անցնելու, իսկ գուցե Սիսիանով է անցնելու։ Մենք գիտենք այդ մասին, չգիտենք։ Լայնությունը գիտենք, թե չէ այդ միջանցքի, որի մասին խոսում են, չգիտենք, լավ ճանապարհինը գիտենք, թե չգիտենք։ Ոչ մի խոսք չկա այն մասին, որ Հայաստանը 99 տարով արտապատվիրակել է, չէ՞։ Հրապարակված է դա, բայց Թրամփը այդ մասին հայտարարել է։ Խառնաշփոթը այստեղից է, որ միայն խոսակցություններ են, դրա համար Ադրբեջանը ասում է, միջանցքի ասում, Հայաստանի իշխանությունները ասում, բայց փաստաթղթում այդպիսի բան չկա։ Ալիևը չգիտի, որ փաստաթղթում այդպիսի բան չկա։ Կարդացել է, չէ՞։ Բայց ինչու է անընդհատ ասում։ Ինչը չի հասկանում, կարդում է իր կարդացած տեքստը, չի հասկանում։ Ուրեմն կան չէ ինչ որ բաներ, որ մենք չգիտենք։ Եվ այստեղ Նիկոլ Փաշինյանն ասում է, չէ, շատ լավ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանի ասածով լինի։ Այդ դեպքում ես այդ ձեռք բերված համաձայնությունները կհամարեմ շատ մեծ, շատ լուրջ նվաճում։ Բայց դատելով այս հայտարարություններից օրեցօր կոշտացող, ես ենթադրում եմ, որ այնուամենայնիվ կան համաձայնություններ, որոնց մասին մեր հասարակությանը չեն ասում։ Սա է խնդիրը։ Խնդիրը ինչի ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը լավ բան է ասում, այսինքն կա համաձայնություն չեն ասում, թե դեռևս չկա համաձայնություն։ Այդ է պատճառը, որ տարբեր մեկնաբանություններ են։ Իսկ եթե դեռևս չկա համաձայնություն, շատ ես ենթադրում եմ, որ կա համաձայնություն։ Հակառակ դեպքում Միացյալ Նահանգները այդ գումարի առաջին տրանշը չէր տրամադրի։ Հակառակ դեպքում Ադրբեջանը արդեն այդքան գումարներ չէր ծախսի միջև Լեռնաձոր կամ Հայաստանի սահմանի։ Ադրբեջանը սկսել էր կառուցել ճանապարհը շատ ավելի շուտ, քան Վաշինգտոնում պայմանավորվեց։ Գիտեք, Կարս, Իգդիրով, Նախիջևան, էլի 100 միլիոնավոր դոլարներ արդեն ծախսել են, ծրագրում են ծախսել միլիարդավոր դոլարներ։ Հենց այդպես չեն անում։ Դրա համար ես ենթադրում եմ, որ կան այդ բոլոր համաձայնությունները եւ այն, ինչ կոչվում է TRIP, Թրամփի ճանապարհ, մաս է կազմելու միջին միջանցքի, որի հիմնական խնդիրն է, որ դա լինի դուրս ռուսական վերահսկողությունից։ Հակառակ դեպքում անիմաստ է այդ ամենը։ Չէ որ իրականում Նախիջևանը շրջափակման մեջ չի։ Չէ որ իրականում Ադրբեջանը Թուրքիայի հետ երկաթուղային շատ հուսալի կապ ունի։ Վրաստանի տարածքով, գիտեք, 50% է ծառաբեռնվածությունը, այդքան բերդ չկա, թողունակությունը ավելի մեծ է։ Եվ եթե սա պիտի անցներ հապ կանդամ երկիր Հայաստանի ինքնիշխան տարածքով, ոչ մեկ այդքան գումարներ չէր ծախսի դրա վրա, այսպիսի աղմուկ չէր բարձրացնի։ Եթե անում են, ես ենթադրում եմ, որ ուրեմն այնուամենայնիվ Հայաստանը այդ միջանցքի վրա ինքնիշխան իրավունքներ չի ունենալու կամ խիստ սահմանափակ է ունենալու։ Վախենամ, թե փաստեր չեմ կարող ասել։ Հակառակն էլ փաստերով չեմ կարող գնել, բայց հիմքեր ունեմ այդպես ենթադրելու։ Հովսեփ, քո մեկնաբանությունը։ Իմ համար հիմքերը ստորագրված փաստաթղթերն են։ Մնացածը ինչ որ անհայտ է, դրա վրա ես զերծ կմնամ սպեկուլյացիաներ անելուց։ Տեսեք, մի քանի փակագիծ կուզենամ բացեմ։ Արտապատվիրակման մասին խոսեց պարոն Բաղդասարյանը, իրականում արտապատվիրակվում է հայ-ամերիկյան կոնսորցիումին, ոչ թե ինչ որ այլ մեկին, որի մեջ Հայաստան ունի իր մասնաբաժին։ Դա շատ կարևոր արձանագրում է։ Երկրորդը, այո, այդ TRIP-ը չի նշանակում, որ միայն հենց Մեղրիի այդ հատվածով պետք է անցնի, որովհետև այդպիսի բան ֆիքսված չկա։ Դա լավ է թե վատ։ Լավ է։ Եվ ասեմ ձեզ, որ TRIP-ը միայն ճանապարհ չի, միայն երկաթգիծ չի, ինքը նաև գազատար է, նավթատար է, էներգետիկայի վերաբերող եւ մալուխներ եւ էլեկտրական ցանցեր, եւ դա նշանակում է, որ ամեն մի կոնկրետ ենթակառույց ունի իր շրջանակը, իր շահերը։ Արդյոք այն, ինչ Ալիևն է ասում TRIP ասելով, նույնն է, ինչ մեր ընկալումն է։ Ես հիմա գալիս եմ դրան։
որտեվ կարևոր է ենթատեքստերը բացելը, որտեվ նույն Ալիևը, երբ որ իրեն հարցնում են, իսկ այդ գազատարը, նավթատարը եւս անցնելու է Արաքսի ափով, այսինքն Իրանի հետ սահմանով, ինքը ասում է, ոչ, մենք շահագրգռված ենք, որ դրանք հեռու լինեն Իրանի սահմանից։ Այսինքն առնվազն նավթատարի, գազատարի մասով մենք կարող ենք ենթադրել, որ այն անցնելու է ավելի հյուսիս Հայաստանի տարածքով, բայց ավելի հյուսիս, ինչը մեզ էլ է շահավետ, որտեվ ինչքան երկար տարածք Հայաստանով անցնի դա, այնքան ավելի մեծ տարանցման վճարներ կլինի Հայաստանին եւ այնքան ավելի հեշտ կլինի Հայաստանին նաև այդտեղից կառուցել միանալ այդ գազատարին եւ նավթատարին եւ ունենալ իր ուրեմն համապատասխան ծախսերը այդտեղից, հա, այսինքն օգտագործել այդ ռեսուրսները։ Հիմա ինչ վերաբերում է Ալիևի հասկացածությանը, իհարկե, եթե այլ պայմանավորվածություն լինեին եւ այսինքն ենթատեքստում իրոք նախատեսված լիներ եւ ենթադրեին, որ ինչ որ միջանցք է լինելու, Նիկոլ Փաշինյանը ցած կոշտ չէր արձագանքի եւ ամեն անգամ հաշիվ չէր պահանջի Ալիևից։ Այսինքն չկա այդպիսի բան, եթե ինքը այդպես պահանջում է եւ Ալիևը չի արձագանքում, ասում մի րոպե, մենք բանավոր տես բան ենք պայմանավորել, դու ինձ անդադ հաշիվ ես ներկայացնում։ Ինչ է փոխում, շարունակում է ասել Մեղրիի միջանցք։ Դե ասում է ներքին աուդիտորիայի համար եւ Հայաստանում նաեւ իշխանության թուլացման համար, որովհետեւ այստեղ շատ լավ ռադիկալ ընդդիմադիր, ավելի շատ ռուսամետ ընդդիմադիր ուժերը դա վերցնում են եւ ասում, այ տեսնում եք, ռուսները, ադրբեջանցիները շարունակում են դա ասել, Ալիևը շարունակում է միջանցք ասել, ուրեմն վերջ, միջանցքը տվել եք, Սյունիքը տվել եք, ամեն ինչ տվել եք, մեզ խափում եք, թե չեք տվել, իրական տվել եք։ Այսինքն էլի այդ բանավոր պայմանավորվածությունների ինչ որ տեսլական, որը որ չկա եւ չեմ կարծում, որ հնարավոր է նման բան, որովհետև ակնհայտ է, որ չի կարող այդքան տարբերվել եւ գործող փաստաթղթերը ստորագրված եւ նաեւ ռետորաբանությունը դրանից բխող, դրան հետեւած ռետորաբանությունը Հայաստանի իշխանությունների։ Եվ այս իմաստով իհարկե շատ կարևոր է, որ սա միայն ճանապարհների մասին չի։ Այո, ես համաձայն եմ, սա միջին միջանցքի մաս է, որը որ արևմուտք արևելք կապն է հաստատում խուսափելով Ռուսաստանից, որտեղ մենք խիստ շահագրգիռ ենք, որտեղ խիստ մեծանում է Հայաստանի նաեւ աշխարհակաղակական կարևորությունը, բայց սա նաեւ խաղաղության մասին է, որտեղ նույնիսկ այն հռչակագիրը, որտեղ ֆիքսված է այդ նախաստորագրումը խաղաղության պայմանագրի, այդքան արժեքավոր չի իմ համար փաստացիկ, ինչքան Միացյալ Նահանգների մուտքը տարածաշրջան իր շահերով, որը ավելի մեծ երաշխիք է խաղաղության, քան նույնիսկ այդ ստորագրված փաստաթուղթը։ Տեսեք, երբ գործարքի կողմերը տարբեր կերպ են ընկալում եւ մեկնաբանում փաստաթուղթը կամ էությունը ձեռք բերված համաձայնության, սովորաբար միջնորդը, որը նաեւ երաշխավոր է, իր վրա է վերցնում պատասխանատվությունը այդ պարզաբանումը տալու եւ խնդրի լուծումը ապահովելու։ Այս դեպքում արդյոք մենք այդ Թրամփին այդ ապելյացիան ուղղելու իրավունքը ունենք եւ անհրաժեշտ է դա անել։ Թրամփի տրիպի համաձայնագիրը ում միջև է ստորագրվել։ Ինչպես չլսեք։ Ում միջև է ստորագրվել Թրամփի համաձայնագիրը։ Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների։ Չէ՞ տրիպն է ասում։ տրիպ։ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների։ Ինչպես կարող է այդ տրիպ միջանցքը վերաբերվել նաեւ Ադրբեջանի տարածքին։ Ոչ մի կերպ։ Ոչ մի կերպ։ Բացի նրանից, որ փոխադարձությամբ պետք է լինի ամեն ինչ։ Բայց միայն այդ միջանցքում, ճիշտ է։ Փոխադարձությունը նշանակում է ոչ միայն այդ միջանցքում, այլ նաև այն կտորն ոչ թե միջանցքում այդ ճանապարհին, այլ նաև դրան հարող ճանապարհներին։ Փոխադարձության իմաստը բայց դա է։ Չէ, ցավոք սրտի, այնտեղ ասեք դուք ո՞նց եք հասկանում փոխադարձությունը։ Այ հենց այդտեղ այ ամենակարևոր հիշում եք սկանդալ եղավ, որ սխալ թարգմանություն, ոչ ճշգրիտ թարգմանություն։ Ինչու խնդիրը հենց դա էր, որովհետև համաձայնագիրը ստորագրված էր Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Վերաբերում էր միայն ուղուն Հայաստանի տարածքով ասում։ Բայց հռչակագրում էլ որոշ դրույթներ։ Ներողություն, ես շարունակ, այնտեղ գրված էր փոխադարձության մասին։ Այսինքն մեզ մեծահոգաբար թույլ էին տվել, որ մենք էլ օգտվենք այդ ուղուց եւ հատուկ շեշտել են հայկական կողմի առավելություններով, շնորհակալ ենք։ Հասկանում եք, բայց այդ առավելությունները հայկական կողմի չէին վերաբերում օրինակ Նախիջևանի տարածքով կամ բուն Ադրբեջանի տարածքով անցնող բեռների։ Հենց վերաբերում են։ Հենց դա է ինչպես կարող է վերաբերվել, եթե Ադրբեջանը այդ փաստաթուղթը չի ստորագրել։ Այդտեղ հռչակագրումը, ձեր ասած փոխադարձությունը հռչակագրումը նշած, ոչ թե հայ-ամերիկյան կոնսորցիումի մասին պայմանագրում, որը չի հրապարակվել։ Հիմա ասենք հայ-ամերիկյան կոնսորցիումին, այնտեղ գրված էր փոխադարձ համաձայնությամբ երրորդ կողմերի ներգրավումը։ Այո։ Ինչ եք կարծում, որ կողմը կլինի այդ։ Ինչ խնդիր կա Հայաստան կորոշի, որին է համաձայն, որին չի համաձայն։ Շատ լավ։ Այսինքն, այնպես չի որ դա հայ-ամերիկյան կոնսորցիում է ընդհանրապես։ Կոնսորցիումը հոչի ներգրավում, կոնսորցիումը կարող է իր աշխատանքները պատվիրակի երրորդ կողմին։ Ես այս դիրքորոշումը շատ լավ հասկանում եմ։ Դուք ներկայացնում եք Հայաստանի Հանրապետության իշխանությունների տեսակետները։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե դա ճիշտ լինի։
Կներեք, դուք ավելի շատ ներկայացնում եք ՀԱԿ-ի դիրքորոշումը, քան թե ես իշխանությունների։ Այնքան ինչքան ես եմ քննադատել իշխանություններին, այդ թվում այդ ստորագրած փաստաթղթերում, օրինակ ԵԱՀԿ Մինսկից խմբելու հրաժարվելուց, այն եվրոպական դիտորդներին հետ կանչելու մասին, հայցերը հետ կանչելու մասին, նույնիսկ ՀԱԿ-ը այդքան չի քննադատել։ Հիմա ՀԱԿ-ը ինչ կապ ունի, ՀԱԿ-ի դիրքորոշումն եք ներկայացնում, բառանբար դրա համար եմ ասում։ Արմեն, հիշում ես հարցս։ Իմաստ ունի դիմել այն երրորդ կողմ եւ երաշխավոր հանդիսացող գերտերության առաջնորդին, որպեսզի ինքը պարզաբանի ի վերջո ով է ճիշտ, ով է սխալ։ Իմաստ ունենալ, եթե այդ մարդը Հայաստանի անունը իմանար եւ չասել մյուս տղաս։ Իսկ քանի որ չգիտի, իմաստ չունի։ Չէ, հիմա մի քիչ ավելի լուրջ, հա։ Միացյալ Նահանգները այստեղ ունեն շահեր եւ իմ անդիմախոսը ասում է շատ լավ է, որ Միացյալ Նահանգները եկան այստեղ մեր շահերը ներկայացրեցին։ Իհարկե իրենց համար շատ լավ է։ Այստեղ այդ հարցում, այդ ճանապարհների հարցում, խաղաղության խաչմերուկի հարցում լուրջ տարաձայնություններ կան։ Ակնհայտորեն Ռուսաստանն ու Իրանը դրան դեմ են, Թուրքիան, Ադրբեջանը կողմ են, բայց բոլորը մի հարցում համաձայն են, որ պետք չի դրսից մարդ վերել։ Չէ, այդ թվում Միացյալ Նահանգներին։ Միացյալ Նահանգները, եթե այդտեղ այդպիսի խնդիր կա, մի կողմ Ռուսաստան-Իրան, մյուս կողմ Ադրբեջան-Թուրքիա, Միացյալ Նահանգների տեսանկյունից։ Մի կողմում չարիքի կայսրություն Ռուսաստան, մյուս կողմում ավտորիտար թիվ 1 թիրախ կարելի ասել Իրան, մյուս կողմում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի պրոքսի պետություն։ Միացյալ Նահանգները ում շահերի թիկունքին կկանգնի։ Երբեմն իր շահերը հակասում են իր բարեկամ դաշնակից պետությունների շահերին։ Դուք կարծում եք, որ այդպես է, եւ դուք կարծում եք, որ Միացյալ Նահանգները գալու է պաշտպանելու է ՀԱՊԿ անդամ Հայաստանին։ Ինչ շահերն է պաշտպանելու։ Այո, ճիշտ եք ասում, բնականաբար ռուսներն են իր շահերը պաշտպանելու։ Իրանն էլ է պաշտպանելու իր շահերը, ոչ թե մեր շահերը։ Հիմա համընկնում են իր շահերը մեր շահերից համընկնում են։ Ցավոք սրտի իր շահերը համընկնում են Թուրքիայի, իր շահերը համընկնում են Հիմա տեսնենք ինչով է որովհետև թիմի խնդիրն է իրենց համար Ռուսաստանին դուրս մղելը։ Հետո այդտեղ մենք մեր շահերն էլ համընկնում։ Եվ ինչ։ Եվ մեր շահերը եթե համընկներ եւ Միացյալ Նահանգները ապահովեր մեզ երկու կարևոր բաղադրիչով, ասեր, եթե դուք Ռուսաստանին դուրս մղելուն համաձայն եք, իսկ մեր հասարակությունը վստահ եմ Ռուսաստանի նկատմամբ դրական չի, խիստ բացասական։ Պիտի ապահովեր երկու բան։ Առաջին ապահովեր, որ ագրեսիա չի լինելու, եւ երկրորդ ապահովեր, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում այդ սոցիալական անխուսափելի ցնցումների համար մեզ ֆինանսական, տնտեսական բարձիկ կտար։ Այդ երկու հարցը մենք պիտի արևմուտքից լսեինք, երկու դեպքում էլ մենք չլսեցինք։ Հիմա հնարավորություն տանք արձագանքի, հա, ես այդ երկու օրինակը բերեմ, երբ որ այդ հարցը բարձրացվեց, Միացյալ Նահանգների դեսպանը Հայաստանում ինչ ասեց, երբ որ խոսվեց հնարավոր ագրեսիայի մասին, ասեց, մենք ձեզ կտրամադրենք զրահապատ ռեանիմոբիլներ։ Երբ որ ասեցինք, որ բա տնտեսական ցնցումներ, իհարկե ԵԱՏՄ-ից դուրս գալ, մեզ ինչ ասեցին, ասեցին պատրաստվեք ցուրտ ծմերների։ Այսինքն ցավոք սրտի այդ երկու հարցում էլ մեզ ինչ որ ուղղությամբ են ուղղորդում առանց որևէ երաշխիքի, ես չեմ ասում, որ իրենք վատ տեղ են տանում, ուղղակի ռիսկերի երաշխիքը չկա, մյուս կողմում էլ չկա, հարցը դա չի։ Դրա համար ես ասում եմ, պիտի հաշվի բծանակշի ծառու թեթև անել ռիսկերը, ոչ թե դեռ ջուրը չտեսած բոբիկանալ, ցատկել այնտեղ, ասել խաղաղություն եկավ, ուրախացեք, սա է ձեզ խաղաղության խաչը։ Ժամանակից շուտ ենք բոբիկացել։ Բառացի կրկնում եք իշխանությունների թեզերը, եւ իրենք ռիսկի չեն գնում, դանդաղում են, հենց այն հիմնավորումը, որ դուք եք ասում։ Այն ինչ որ ինչի համար մենք քննադատում ենք իրենց, բայց ինձ է ասում իշխանության կարծիքներն եք։ Շատ լավ բաներ են ասում, թույլ տանք անդիմախոսը ներկայացնի մեզ պարտավոր չէ, պարտական չէ ոչ մի պետություն, ոչ Միացյալ Նահանգները, ոչ Եվրամիությունը։ Իրենք մեզ հարցնում են. ուզում եք այս կողմ գաք։ Ինչքանով որ ուզում եք, այնքանով կաջակցենք։ Կներեք, եթե նույնիսկ մենք հայց չենք ներկայացրել Եվրամիության անդամության, հա, օրենքը ընդունվեց Եվրաքվեի նախաձեռնության հետքերով, շատ ուրախ իշխանությունները ընդունեցին։ Բայց այդ հայտը չի ներկայացնում, որ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները չփշասվի։ Այն ինչ որ դուք եք ասում, որ ռիսկերը կառավարվի, որ ցուրտ ձմեռ չլինի եւ այլն եւ այլն։ Էլ ինչ ենք մենք պահանջում Եվրոպայից, թե պետքա գլխանց ասեն, որ կտանք ձեզ $10 միլիարդ փող, այս ամեն ինչը կապահովենք, մեր զորքերը կբերենք ձեզ
մեզ կպաշտպանեն, կներեք Ուկրաինայի համար նույնիսկ չեն անում, որը Եվրամիության տեխնացու անդամ է, ելուր մնաց Հայաստանի համար անեն։ Բայց դա չի նշանակում, որ իրանք կարողություններ չունեն զսպելու Ադրբեջանին։ Նույնիսկ նախկինում ունեին, նախկին ադմինիստրացիան իդեպ այս տրիպը Տրամպի անունով է կոչվում, բայց ձևավորվել է դեռ Բայդենի օրոք, երբ որ Օբրայենը գալիս էր Բաքու, Երևան, այս ճանապարհների համար համոզում էր Ալիևին, չկարողացավ համոզել, դրա համար Ալիևը այդպես կոտոշները տնկեց ու հարաբերությունները փչացավ Միացյալ Նահանգների հետ, ինչի Ալիևը սպասում էր, որ հեսա Տրամպը կգա կվերականգնի։ Դրա համար էլ, երբ որ Տրամպը այս բանը առաջարկեց, Հայաստանի իշխանությունների պասովի դեպ, այդ մենք լավ գիտենք, որ Հայաստանի իշխանությունները հույս ունեն, որ Տրամպը իր խաղաղասիրության այս բանի վրա այդ իմիջը ձևավորելու տեսակետից իրեն շահավետի արդեն պատրաստի փաստաթուղթը, որը արդեն համաձայնեցված է Հայաստանի Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, մի անգամ էլ դա էլ ոնց որ իր էգիդայի տակ վերցնելու եւ ստացվեց բարեբախտաբար։ Ուղղակի ձեռի հետ նաեւ ճանապարհների հարցը լուծվեց եւ դա շատ լավ է։ Այդ իմաստով մենք չտեսնված հաջողություն է Հայաստանի համար, որ Հերիքշի Միացյալ Նահանգներն է գալիս, փողն է տալիս այդ վերակառուցումները եւ ինքը ինչ որ իմաստով աջակցելու է եւ զսպելու է Ադրբեջանին, որ ռազմական էսկալացիայի վտանգ չլինի, որ Ադրբեջանը համաձայնվի ապաշրջափակման, փոխադարձության սկզբունքով ինչ որ գրված է հռչակագրում։ Փոխադարձություն ալկեր չեմ կարող հասկանալ, որ ոնց եք պատկերացնում փոխադարձություն գրված լինի եւ մենք ճանապարհները բացենք, բայց Նախիջևանը մեր համար չբացվի ճանապարհները։ Ադրբեջանը չբացվի։ Հիշում ես, իրավունք ունենք Սեմ հորեղբորը ասել, հիշում ես դու ինձ ասացիր զանգի եթե խնդիր լինի։ Հիմա խնդիր է, մեր մյուս կողմը ինչ որ սխալ է մեկնաբանում։ Ուրեմն տեսեք, այդ զանգը շատ արժեքավոր բան է ու ամեն առիթով պետք չի զանգել։ Սա այն առիթը չի, որ զանգվի, մանավանդ Ալիևը էլի եմ ասում, իր ներքին աուդիտորիայի համար այդ անդադ կրկնում, որտեղ կրկնելով չի փոխվելու այն ինչ որ արդեն համաձայնեցված է։ Անտեսենք, այսինքն շարունակի կրկնել։ Անտեսեք, ես հասկանում եմ ինչի իշխանությունը հակադարձում Նիկոլ Փաշինյանը, որտեղ դա նաև այստեղ ներքին աուդիտորիայում է օգտագործվում արդեն իր դեմ։ Իր իշխանության դեմ ընդդիմության կողմից է օգտագործվում։ Դրա համար հակադարձումը ցույց տա, որ Հորադիս Զանգեզուրը նկատի ունեն ասելով Զանգեզուրի միջանցք։ Դա ինտերպրետացիան է, դա իր ինտերպրետացիան է, ես շում եմ ուզում շատ խորանամ այդտեղ, այդ Ադրբեջանը թո ինքը ասի ինչ նկատի ունի, Նիկոլ Փաշինյանը իր կարծիքն է ընդհանրապես ես կարծում հայտնում, այդ ուրիշ հարց է ընդհանրապես։ Այսինքն այն որ Կոպենհագենի հանդիպումից հետո ոչինչ չփոխվեց խոսույթներում, կանխատեսելի էր, թե հույս կար, որ ինչ որ բան կփոխվի։ Գիտեք, Ալիևը հիմա նաև խնդիր ունի սաբոտաժ անելու իր իսկ ստորագրածը, որտեղ հիմա ինքը այնպեսի ճնշումների տակ է Ռուսաստանի կողմից դա ստորագրելու համար, որտեղ ինքը սա ստորագրելով թռել է Ռուսաստանի հետ պայմանավորվածություններից, որտեղ երբ որ Արցախը հայաթափեցին, բռնագաղթեցին ժողովրդին ռուս խաղապաների ներկայությամբ, դրա դիմաց բան պետք է ստանա Ռուսաստանը, դրա դիմաց պետք է ստանար Հայաստանին, այսինքն Ադրբեջանը հարձակվելու էր այդ միջանց կոչեցյալը իբր գրավեր, ռուսները գային մեզ փրկեին ճակերտավոր, իրենց FSB-ին կանգնացնեին հերիք չի, իրենց խամաճիկներինը բերեն կարգեին իշխանություն, դա էր պլանը, այն ինչ որ 2-3 տարի միջև եվրոդիտորդների գալը փորձում էին անեն, եվրոդիտորդների գալուց հետո չկարողացան էլ անել եւ Ալիևին ավելի մեծ համարձակություն էր պետք, այն ինչ որ եւ ավելի մեծ դիվիդենդ էր պետք, այն ինչ որ տվեցին ռուսները իրանց Արցախի տեսքով։ Բայց հիմա Ալիևը խապեց ռուսներին եւ հիմա դրա համար էլ այդ կատաղությունը դուք կարծում եք ընդհանրեն ինչ որ լեզվակռվի բան է, ոչ, աշխարհակաղակական խնդրեմ ունի Ռուսաստանը, իրեն խապել են եւ ինքը հիմա ամեն ինչ անում է սխմելու Ադրբեջանը, որ գոնե այդ ստորագրածից հետ կանգնի։ Դրա համար Ադրբեջանը ձեռ կտա։ Այդպիսի խոսույթ օգտագործելով սադրել Հայաստանին նաեւ որ հետո շարը Հայաստանի վրա գցի, որ չի ստացվում եւ այլն, բայց ես ուզում եմ ուրիշ բան ասել։ Այսօր Միացյալ Նահանգների կոնգրեսում երկու կարևորագույն բաներ են, օրենսդրական նախաձեռնություններ են մտնում, որը իդեպ մեկը վերաբերում է, որ եթե հանգարց Ադրբեջանը խախտի սա կամ երկար ձգձգիչ ստորագրի խաղաղության պայմանագիրը կամ ինչ որ էսկալացիայի դիմի եւ այլն, ավտոմատ պատժամիջոցներ պետք է մտնեն։ Կարծում եք պետք դեպի այդ համաձայնեցրած նախաձեռնություններ։ Միանշանակ եւ դա մեկը մյուսը վաղուց է շրջանառվում այդ պատժամիջոցների անհատական Ալիևի շրջապատի եւ այլն եւ այլն։ Այսինքն սրանով հասկացնում են, որ մեր այդ խաղերի մի տուր ռուսների հետ ինչ ես գնում պայմանավորվում, ինչ ես անում, արդեն վերջ դու ստես ստորագրել ես, թողել ես ամերիկացիները մտնում են ստեղ, վերջացավ։ Սա վերլուծաբանների գնահատականն ու կարծիքն է, իսկ հիմա սովորական Երևանի փողոցներով անցնող մարդկանց կարծիքը լսենք։ Սա քաղաքական խաղ է, դա Տրամպի ռեկլամն է, որ Նոբելյան մրցանակ ստանա, շատ է վռազում։ Տրիպի մասին ես բավականին ուսումնասիրել եմ։ Հələ որ ինչ որ կարդացել եմ, ամենտեղ նշված է, թե Ադրբեջանը ինչ օգուտ է դրանից ունենալու։ Շատ լավ կարծիքի եմ, կարծում եմ կյանքի կկոչվի, չէ։ Չի կոչվելու։ Դա Հայաստանի Հանրապետության ապագայի համար շատ կարևոր պայմանագիր է։ Այդ պայմանավորվածությունը վակուում է, ուղղակի ձևական խոսակցություն է, ձեզ էլ ինձ են միամիտի տեղ դնելու համար։ Մեզ ճանապարհները շատ պետք են եւ հույս ունեմ,
որ ամեն ինչ լավ կլինի։ Չէ, դա կանքիկ չի կոչվի, որովհետև մենք Հայաստանս ինչ գործ ունենք մենք Ամերիկայի հետ։ Ինձ թվում է դա չինական Belt and Road ինիցիատիվայի շրջանակներում է իրականացվում ու ես ճիշտ ասած ավելի կնախընտրեի, որ մեր համագործակցությունը ավելի շատ Եվրոպայի հետ լիներ։ Եթե Հայաստանի հյուսից հարավ ճանապարհը Մեղրիից Սիսիան ճանապարհը թունելով կառուցված լիներ, ես խնդիրը Տրամպի խնդիրը այդքան սուրճ չէր դրվի։ Տրամպի ուղին կարծում եմ, որ մեզ համար նոր հեռանկարներ կբացի։ Դու մեր ուղին թողած Տրամպի ուղուց ենք ընկե։ Տրամպը ուր, մենք ուր։ Դա մերը չի։ Հենց անունից սկսած դա շատ ամոթ է մեզ համար, ինչի Տրամպի ուղի։ Թող բոլորս մուկուչի դնեն։ Համատում անունով ուզում է դնեն, թող դնեն Պինոչետի անունով։ Հենց այդ Տրամպի ուղով նաև ոչնչացում են մեր հոգևոր պահանջները, մեր իրական պահանջատիրությունը։ Դե թող իմ անունով դնեն։ Ինչ ոտ կլինի որ։ Ինչա ձեր անունը։ Կարին է։ Դա մեր ուղին է, մեր ճանապարհն է, եւ որը պիտի միացնի մեզ մեր հայրենիքի մի մասի Նախիջևանի հետ։ Ալիևը միշտ էլ իր ագրեսիվ քաղաքականությունը փորձելու է առաջ տանի։ Մենք իրավունք ունենք անուն փոխելու, անուն դնելու, ուրիշ որևէ պետություն կամ ուժ կամ փոքրիկ Ալիևը չի կարող այդպես բան որոշել։ Փորձելու է նաև Ամերիկային շրջանցի, նայած ինչքան Ամերիկան դա թույլ կտա, էլի։ Աստված տա, որ չգիտեմ, Ամերիկայի ազդեցությունը այդ հարցի վրա նենց լինի, որ ինչ որ չափով մեր շահերն էլ նկատի ունեցած լինեն։ Ես առայժմ չեմ տեսնում խաղաղ համագործակցությունը կողմ եմ, քավլիցի կողմ եմ, բայց այս բնակավար այս ժամանակի համար դա չի աշխատի։ Պարզապես չի աշխատի։ Տեսեք, Վաշինգտոնյան հանդիպումից հետո մամուլում ինֆորմացիա անցավ, թե Բաքվում լուծարվում է այդ արևմտյան Ադրբեջանի համայնք կոչվող կազմակերպությունը, հերքվեց այդ տեղեկությունը։